ուրախ ավտոբուսը շարժվում է դեպի Սյունիքի մարզ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավը սկսեց Սյունիքից, որտեղ այսօր եւ վաղը կհանդիպեն ընտրողներին։ Քարտեզ ու բուկլետ մեծերին, թխվածքաբլիթ երեխաներին։ Իշխանականները Երևանից դատարկաձեռն չէին գնացել։ Ես ունեմ, բայց պետք է 5 հատ անեմ, գյուղը բաժանեմ։ 5 հոգի։ Քարտեզ։ Թխվածք։ Քաղաքացիական պայմանագրի գլխավոր քարոզիչը վարչապետն է։ Ով էր ուզում բարել։ Ես 1/4 բարելն Թխվածք։ Նա մեկ Հայաստանի քարտեզն էր բաժանում, մեկ մարդկանց հետ զրույցում, մեկ խոսափողով հավաքվածներին դիմում։ Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ որ այսօր Ադրբեջանի նախագահ հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ 2021-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն էր անում։ 2026-ի քվեարկությունից առաջ այս։ Ասում են հող են կորցրել։ Այդ հողը ինչով է մերը եղել։ Մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել են ընդեղ, բնակավայր ինչով է մերը եղել։ Մերը չի եղել։ Ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Ղարաբաղյան շարժումն ընդհանրապես ճակատագրական սխալ համարեց։ Պնդեց, թե տարածքներ իրենք չեն կորցրել, որովհետև այդ տարածքները Հայաստանին չեն պատկանել։ Չնայած 5 տարի առաջ հենց ինքն էր հայաստանցիներին խոստանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորում Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանում, հումանիտար խնդիրների լուծում։ Նաև այդ առաջարկով խորհրդարանի մեծամասնությունը պատերազմից մի քանի ամիս հետո վերցրած ուժը 2022-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ 2023-ին Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց։ 19 գերիներ դեռ ադրբեջանական բանտերում են, իսկ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների քանդումը, կարծում է վարչապետ Փաշինյանը, Հայաստանը չպիտի դարձնի միջազգային քննարկման առարկա։ Այսօր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է։ Ադրբեջանը այն ստորագրելու համար Հայաստանի սահմանադրության փոփոխություն է պահանջում։ 2 տարի է տեղից չի շարժվում սահմանազատումը։ Կոնկրետ Սյունիքում Սև լճի տարածք 2021-ից ներխուժած ադրբեջանցիները հետ չեն գնացել։ Բացի այդ, իշխանության 2 տարի առաջվա հաշվարկով հենց Սյունիքում են ամենաշատ տարածքները, որոնք հայկական են ու որոնք Ադրբեջանը օկուպացված է պահում։ Տեղը եւս նման հողեր ունի։ Այսօր գյուղացիներից մեկը հարցը բարձրացրեց։ 23 թվին մեր գյուղից 100 հեկտար վարելահող ընկելա Թուրքին։ Հիմա իրանք նստած են մեջ։ Մեկ հողած զրկվել են։ Ասես ունեցվածքից զրկվել են։ Առաջի տարի փոխհատուցում են տվել։ Հեկտարին 500,000 փող են տվել, որ ասենք այդ ծորենը մեկ պիտի հնձեիք, չեք հնձա, մնացել է Թուրքին։ Կամ պետպահուստի հողերից հատկացնեն, կամ փոխհատուցում տան, կամ շուկայական գնով թե Կամ էլ սահմանազատումը շուտ անենք, այդ խնդիրը լուծենք։ Հասկացա։ Եթե 10 տարի հարց կլինի, ձեր ասած տարբերակները կնայենք։ Չնայած Երևանն ու Բաքուն վերջնական հաշտություն չեն կնքել, բայց ապաշրջափակման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Առևտուր են սկսել։ Ադրբեջանը իր տարածքով նաև Ռուսաստանից եկող բեռների տարանցումն է բացել։ Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող քաղաքացիական պայմանագրի հիմնական կոչը խաղաղությանը տեր կանգնելն է։ Սահմանին կրակոցներ ու զոհեր չկան, խաղաղությունը ըստ իշխանականների հաստատվել է։ 2 տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զոհ չենք ունեցել։ Եվ ընտրության ամենակարևոր արձանագրումը դա է։ Անգեղակոթում Փաշինյանը Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհի թեման բացեց։ Տղամարդկանցից մեկը մատնացույց արեց գյուղի պանթեոնը։ Այդ ճանապարհի բացման մասին ինչ կարծիքի եք։ Պայման կլինի։ Ոչինչ, թող բաց լինի կամած, պուճուր, քայլ։ Տեսնողը ու ամեն գյուղում կա է։ Եղբայր, մի բան ասեմ ձեզ։ Հիմա չենք շտապում, ես չեմ ասում, մեր պանթեոնների առաջ ծնկի են գալիս, բայց թող ճանապարհը բաց լինի, կյանքը ցույց կտա, կյանքը ինքը ցույց կտա։ Ընդդիմախոսներին Փաշինյանն անդրադարձավ տեղ համայնքում։ Դու ով ես արա, որ որոշես դու վարչապետ ես, դու ով ես։ Ընդհանրապես ձեր խմբակը դուք ով եք, ձեզնից ինչ եք ներկայացում։ Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարա առնի,
Իրանք քիթումռութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հակնելու իրանք քիթումռութը։ Իրանք ոտենն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հակնելու։ Հետո բա դες հավատացրել, որ դուք կարաք Հայաստանում դա դիվիժենի անեք։ Ուժեղ Հայաստանն առաջնորդող, բայց ընտրություններին չմասնակցող Սամվել Կարապետյանից բացի, նաև Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից խոսեց։ Մեկն էլ կար, ասում էր ես միակ տղամարդն եմ։ Այդ տղամարդը այս մարդիկ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ 2018 թվին ձեր վզից վրձին ու շպրտեցին։ Եվ դուք ես ընտրություններում Հայաստանի Հանրապետության տղամարդկանց տղամարդկությունն եք տենալու եւ կանանց կանացիությունն եք տենալու։ Չշրջանցեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ընտրարշավին չի էլ մասնակցում։ Որ միջև ասում էինք առաջին նախագահ, հիմա պատմությունը փոխվել է, անկալումը փոխվել է։ Այդ մարդը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդել է դեպի թակարդ, որ մենք պետություն լինելու շանս չունենանք։ Եվ իրանք հիմա տրակում են։ Գիտեք ինչից, որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք։ Թոշակների բարձրացում տարեվերջին բյուջեով չնախատեսվեց, իսկ ընտրություններին ընդառաջ 10,000-ով այնուամենայնիվ ավելացավ։ Դուք քանի տարեկան եք եղբայր, դուք վայ տնաշեն, ազնիվ խոսք, եթե ես 57-ից ավել հələ 70 տարեկան մարդու տեսքա, շատ ապրեք։ Բայց նշանակում է ձեր թոշակն էլ ավելացել։ Ամեն տեղ գրելու եմ, այստեղ ձեր տնից քանի ձայն գրեմ։ Մենք հարմար մարդ չենք գտնում ուրիշ։ Ձեր տնից քանի ձայն գնեմ։ 4 հոգի։ Այսօրվա քարոզարշավին իշխանությունն ակտիվ անդրադառնում է ոչ միայն թոշակների, այլև առողջապահության ապահովագրության թեմային, որ էլի ընտրական տարումներ դրվեց, գումարած նոր սարքած ճանապարհներ։ Անկեղակոտի ճանապարհը մեկ Բրեժնևն ասֆալտարել, մեկ ես, ճիշտ հասկացանք։ Շատ լավ։ Այսօրվանից 15 հոգանոց կառավարության 12 անդամներ վարչապետի գլխավորությամբ տարբեր ժամկետներով արձակուրդ են վերցրել։ Ամենաերկարը հենց քարոզարշավը առաջնորդող Փաշինյանը կլինի արձակուրդում։ 29 քարոզարշավային օրերից 28-ը միայն մայիսի 28-ին Հանրապետության տոնին կվերադառնա գործի։ Ես հաջողություն եմ մաղթում ձեզ, որպես կառավարության ղեկավարի, որպես պետության ղեկավարի, ընտրությունների հաջող կազմակերպելու համար։ Երեք Հանրապետության նախագահն անձամբ է հաջողություն մաղթել իրեն այցելած քաղաքացիական պայմանագրի ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ու ինչպես ձևակերպել է բոլոր այն ուժերին, ովքեր օրենքով կշարժվեն։ Մյուս ուժերը քարոզարշավից առաջ նախագահի ընդունելությանը չեն արժանացել։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը հաղթելու է։